Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար եւ հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Եվ աշխատանքային նոր շաբաթը մենք որոշել ենք սկսել մի անձնավորության հետ, ով իսկապես մեծ ավանդ ունի այս երկրի կայացման գործում։ Պարույր Հայրիկյանն է մեր տաղավարում, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը։ Պարոն Հայրիկյան, դուք հայտնի եք որպես ոչ միայն այդ գործիք, հմուտ գիտակ, այլ նաև որպես այն հասարակական, հանրային, քաղաքական, պետական գործիչներից մեկը, ով մի շատ սրտացավով մոտենում է այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում։ Եվ պիտի ասեմ, որ դա բոլորիս ցավացնում է, բայց Պարույր Հայրիկյանին առավել ևս, քանի որ ասեցի, թե ինչ ակունքներում է ինքը կանգնած։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե, եթե սիրում ես քո ժողովրդին, սիրում ես քո հայրենիքը, ներկա իրավիճակին չես կարող անտարբեր հայացքով նայել, մանավանդ եթե գործիչ ես եղել եւ նախապատրաստել ես գոնե այն, որ քո ժողովուրդը ի վերջո դառնա միջազգային իրավունքի ենթակա։ Այնպես որ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Բայց մի ասեք, գործիչ ես եղել, դուք հիմա էլ գործիչ եք, դուք չեք եղել, անցած ժամանակով խնդրում եմ այլևս ձեր հասցեի խոսքեր։ Ես նկատի ունեի այն փուլում միջազգային իրավունքի ենթակա դառնալը, այս փուլում արդեն այլ խնդիրներ են ծագել, որ պիտի վաղուց լուծված լինեին, օրինակ քաղաքացին երկրի տերը դառնալը, ժողովրդավարությունը իրական այդ ոլորտում այո, դեռ անելիքներ կա, որ քանի շնչում ենք, պիտի աշխատենք։ Բայց երբ ասում եմ արդեն կատարված իրականացած փուլի մասին, ասում ես այն փուլում, թե չէ դուք դեռ շատ անելիք ու ասելիք ունեք։ Ես միշտ գիտեք ինչ եմ ասում եմ մի քանի տարվա կյանք է մնացել, ընդամենը 40 տարվա կյանք է մնացել։ 40 տարին ինչ է։ Տարին կարծես 3 է սկսվել, այսօր ավարտվում է։ Ամանորն է մոտենում, չմոռանաք, բայց դրա մասին մենք վերջում ենք խոսելու։ Պարոն Հայրիկյան, դե այնինչ կատարվում է եկեղեցի իշխանություն այս այսպես մեծ կրկեսի, ինչպես ասում են, ներկայացման հետ կապված, դա ոչ միայն ծիծաղելի, այլ շատ ցավալի։ Ճիշտ բնութագրումը տվեցիք, ոմանց համար դա ինքնադրսևորման ձև է, ոմանց համար իրենց ներսում եղած թույնը արտահայտելու, սատանայի սպասավորների սատանայական մտածելու կերպով ապրող մարդիկ շահարկելով, թե իրենք իբր թե ուզում են, որ եկեղեցին անբասիր լինի, նրանք էլ իրենց ներսում եղած ատելությունն են ցույց տալիս, բայց այս բոլորի մեջ կա մի փաստ, որ նախ խոսեմ ամենակարևորի մասին։ Եթե եկեղեցին ունի իշխանությունների նկատմամբ վերաբերմունք գնահատական, պարտավոր է դա արտահայտել։ Եկեղեցին եւ իշխանություններն իրարից անկախ են, բայց խոսքի ազատությունը չի սահմանափակված։ Եթե իշխանությունների ոչ թե ամբողջությամբ իշխանության մեջ ինչ որ շրջանակներ եկեղեցու վերաբերյալ բան են ասելու, նույնպես կարող են ասել։ Բայց երբ որևէ մեկը փորձում է, գիտեք, օրինակ Բագրատ Սրբազանը իջավ ասպարեզ որպես Հայաստանի քաղաքացի։ Իր գործունեության ընթացքում, չնայած հիմա ինքը բանտում է, ես գիտեմ, որ ինքը քաղաքականավոր է, ինքը թույլ չի տվել օրենքով հետապնդելի դրսևորումներ։ Գոնե ինձ այդպիսի բաներ հայտնի չեն։ Բայց տեսեք, իշխանությունները խոսեցին եկեղեցի երևույթների մասին, բայց գիտեք, պես ոչ թե ակնարկեցին կամ նրբորեն հուշեցին, այլո, մենք պիտի դու ով ես։ Քո վարչապետի մասին օրենքում մի հատ բաց կարդա, կառավարության մասին օրենքում սահմանադրության մեջ կարդա, դու որպես իշխանավոր իրավունք ունես միջամտելու այդ հարցերին։ Եվ այստեղ նույնպես շահարկում է գնում, ասում է ես որպես հավատացյալ եմ խոսում։ Կանգ առնենք մի հատ։ Ես դեռ մինչև ես գզվրտուքը ներողություն, որ գզվրտուք եմ ասում, որտեղ իրականում դա միակողմանի է, գզվրտուքը նկատի ունեմ խաղալիք դարձողների եւ շարակամների միջամտությունը։ Իրականում դա լուրջ ազգային խնդիր է։ Մինչ այսպիսի բացասական զարգացումները դեռ այն ժամանակ ասել եմ, որ նախ եղբայրաբար եմ ասել, չի կարելի հանրությանը դիմելիս ասել հպարտ
Ցանկացած մարդ, որ եկեղեցի է գնում, եթե մի անգամ գնացած լինել, իսկապես լուրջ, իսկապես որպես հավատացյալ, կլսեր, որ մահացու 7 մեղքեր կան, եւ այդ 7 մեղքերի մեջ առաջինը հպարտ լինելն է։ Խոսքը արժանապատվության մասին չէ։ Արժանի, պատիվ եւ այլ դրանք հասկանալի են, բայց հպարտ լինելը համարվում է առաջին մեղք։ Իսկ սա դիմում էր 100,000-ավոր մարդկանց ու ասում էր հպարտ քաղաքացիներ, ոնց որ մեկը կանգնի, ասի ամենավատ խոսքերը ասի, բայց կարծի թե լավ բան է ասում։ Ուրեմն դու հավատի հետ, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունես։ Երկրորդը, եթե դու հավատացյալ լինես եւ իսկապես հավատացյալի դիրքերից խոսես, այնքան զգուշավոր կլինես, որովհետեւ ասված է ամեն իշխանություն երկրի վրա Աստծուց է։ Եվ քրիստոնեությունը նույնիսկ ասում է չափավոր ու զուսպ եղեք, նույնիսկ ձեր իրավունքների հարցերում։ Եվ ավելի շատ քեզ տրամադրում է, որ խորանաս թե ինչու էսպես ստացվեց, ինչու այնպես եղավ, որ մեր ազգը արժանի դարձավ այսպեսի բան։ Ուրեմն ինքը հավատացյալ չի։ Այդտեղ ես տարակույս չունեմ, բայց մի ավելի վատ բան արեց։ Սկսեց քրեականով, դուխով։ Եվ իվա ավարտում է անբարոյականով։ Այսինքն ամենասարսափելի բաներն են։ Ճիշտ է, դրանք հարազատ քույր ու եղբայր են, բայց հիմա ինքը մեզ տրամադրում է բարոյական օրենքներից զուրկ մարդկանց հավաքականության վերածվել, որովհետև այն ինչ որ ինքը նաև արտաքին քաղաքականության մեջ է իրականացնում, դա անարժանապատիվ, ստորացուցիչ եւ անարդար կեցվածք է։ Իսկ արդարության հիմքում ընկած է խտրականությունը։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ այս ամենը իհարկե բացասական ու ամոթալի է, եւ եթե իշխանությունները իսկապես մտահոգություններ ունենային, նախ պիտի իրենց մասին մտածեին, իրենց թերությունների մասին, որոնք գոնե ես մատնանշել եմ ամենակարևոր հարցերում։ Քրիստոնեության մեջ ասված է նախ աչքիդ գերանը տես, հետո նոր ուրիշի աչքի շուղը։ Ուրեմն եւ կլինեին բարեկիրթ։ Նույն բաները գոնե վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը, որ այստեղ է ստում, ասում ես որպես հավատացյալ եմ խնդրին վերաբերում, բայց ինչ իրավունքով է ազգային անվտանգության ծառայությանը հրամաններ տալիս կապված եկեղեցու հետ։ Դու չէիր կարող, եթե լինեիր շարքային հավատացյալ։ Ավելին, եթե դու պաշտոն չունենաս, դու զրո ես։ Առավելագույնը պիտի լինեիր զրպարտիչ, սուտ լուրեր տարածող լրագրող եւ շանտաժիստ։ Դա ես եղել դու։ Գործիչը առանց իշխանության ունենալու է նաեւ ինչ-որ բաներ անում։ Իսկ ապիկարներին պետք է անպայման իշխանություն ունենալ եւ այդ իշխանությամբ դրսեւորվել։ Ինչևէ, բայց այստեղ մի բան էլ կա։ Ապիկարությունների մեջ մխրճված, անբարո արարքների մեջ լող տվող եւ դրանից հաճույք ստացող ապիկարը, ում ես համարձակվել եմ նաեւ պղծություն կոչել, որովհետեւ ինքը իր արարքներով, իր ստերի քանակով, արցախցիների իրավունքի անտեսմամբ, Արցախի ցեղասպանության հարցում Ալիևի հետ համագործակցող, հայ գերին առարկայության պայմաններում ինքան վատ բառեր են գալիս, բայց արտասանելուց թույլ չեմ տա, խոսել խաղաղության մասին, ասին պատերազմի հիմնական գործիքը գերիներ ունենալն է։ Պատերազմի հետևանքով դու կարող ես գերի ունենալ, այսինքն ապօրինի կալանավորված մարդ ունենալ, այլապես նույնիսկ մեկ մարդու մազին կպնելու իրավունք չունես։ Այս պայմաններում հանկարծ ինքը խոսում է իբր թե խաղաղության մասին։ Նաև դա իրան գրագությունն է վկայում, բայց այս բոլոր կեղտերի մեջ խրված մարդը փորձում է նաև հանրության ուշադրությունը շեղել։ Տեսեք, հանրության ուշադրությունը չի պետք է շեղել։ Ինչի՞ց է փորձում շեղել։ Ներողություն, հիմա կասեմ մի բան, 100 դրամ վնաս 100-ից 150 դրամ դառնալու համար տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան։ Այսօր տասնյակ հազար դրամի վնաս է տրվում ամեն ընտանիքի։ Օրինակ դրանից պետք է շեղել, բայց կա մի կարևոր բան, ամենակարևոր բանը ստրատեգիական։ Եվ ես տեսնում եմ, որ ինքը այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է, որպեսզի մեղմի իր արդեն գործած հանցագործությունները, բայց չի կարող։ Ձեր հարցին։ Ամենից առաջ ինքը ուզում է շեղել իր հանցավոր էության նկատմամբ քննադատական վերաբերմունքից եւ մարդկանց համախմբվելուց։ Ես մասնավորապես ասեմ, որ որպեսզի մեր կապարանոց չլինեմ։ Օրինակ որևէ ազգի համար ամենակարևոր բանը, ես հիմա չասեմ էլ, բոլոր մեզ լսողները գիտեն, որևէ ազգի համար, մանավանդ կայացած ազգի համար ամենակարևոր բանը իր հիմնական օրենքն է։ Ահա։ Հիմնական օրենքում, միայն հիմնական օրենքի ոլորտում իր կատարած օրինախախտումներով ինքը այնքան է խորացել, որ նվազագույնը 10 տարվա կալանք է իրեն սպառնում, նվազագույնը։ Եվ սրանք մեր կապարանոց խոսքեր չեն, քանի որ ես դրանք
ուղարկել եմ իրեն։ Այդ ուղարկելու ընթացքում ինքը շատ հաճախ խախտելով կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը չի քննարկել եւ հրամայել է չքննարկեք։ Երբ իրեն մեղադրանք է ներկայացվել նախնական փուլում բարեկամաբար, որ մտածեք սրա մասին, նույնիսկ գրել եմ նոյեմբերի 21-ին գրածս վերջին նամակն, ասում եմ լսիր, քո փրկության համար գնա դատախազություն հանձնվիր, ասա չգիտակցելով անփութություն եմ դրսևորել, խախտել եմ սահմանադրությունը եւ այդ դեպքում կարող է մեղ պատիժ ստանաս, կարող է նույնիսկ պայմանական տան, կամ կարող է ինչ-որ թղթեր բերես եւ քեզ ճանաչեն որպես անմեղ սունակ, տարբերակ է բարեկամաբար եմ ասել։ Բայց ինչ է կատարվում։ Ես իրեն ներկայացնում եմ շատ լուրջ մեղադրանքներ, միայն ես չէ, շատ հաճախ նաեւ այլ քաղաքական ուժերի հետ միասին, բայց այստեղ ամենակարևորը ներկայացնում եմ մեղադրանքներ, ինքը դրանք լսում է եւ մտածում է չի արձագանքում հրապարակավ։ Դատախազությանը, քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին ուղղակի հանձնարարում է ցրեք Հայրիկյանի գրածները։ Հայրիկյանի գրածները Գորբաչովը չի կարողացել ցրել։ Գորբաչովը իմ գրածների ճնշման տակ, իհարկե օգտագործում է նաև միջազգային հանրությունը, ստիպված եղավ ընդունել օրենք հանրաքվեի մասին, շատ բաների մասին շատ մարդ խոսի, բայց դա ես եմ արել։ Եվ ես այդ աշխատելաձևը գիտեմ ուր է հասցնում։ Հիմա չունեմ են նախքին միանշանակ աջակցությունը ինչ իմաստով են ժամանակ մի կողմում ես էի անկախականների հետ, մյուս կողմում կոմունիստական համակարգներ։ Այսինքն հիմա մի քիչ այլ է։ Մենք պայքարել ենք բազմակուսակցականության համար, եւ այդ բազմակուսակցականությունը նաեւ արկածախնդիրներին է հնարավորություն տվել որպես կուսակցություն հանդես գալ, բայց այնուամենայնիվ տեսեք ինչ է կատարվում։ Ես իրեն նշում եմ իր թույլ տված սխալները, ինքը մասնավորապես իշխանության չարաշահման ճանապարհով դու ապօրինի վարձատրություններ ես տվել քրեական օրենսգրքի ես ինչ հոդված պատժաժամկետ այսքան ստացողները նույնպես դարձել են անցագործ քիչ առաջ դրանց ասեմ քիչ առաջ որ խոսում էի հանձնարարություններ է տալիս չքննարկել մեկը համարտակում ասել բայց գիտեք ինչ պարոն վարչապետ Հայրիկյանի նշածները շատ հիմնավոր են օրինակ ես չեմ կարող գրել որ հանցակազմ չկա ձեր այս պահվածքում դրան գործից հանում շպրտում է դուրս Իհարկե չի ասում ինչի համար է շփրտել, ուրիշ բաներ է հնարում։ Ոնց հանցակազմ չկա։ Դատախազ Աննա Վարդապետյանին, որին արդեն փչացրեց լրիվ, որպես իրավաբան։ Պատկերացնեք ինչ սարսափելի բան է։ Հանրապետության գլխավոր դատախազը փչացած է որպես իրավաբան։ Այո։ Եվ նրան ասում է դու ստանում ես ստացել ես Հայրիկյանից իմ վերաբերյալ դիմումներ, պիտի դու որոշես ինչ ճանապարհով ես դարձնում։ Նա ինձ պատասխանում է ընդամենը այսպես։ Մենք վարույթ չենք հարուցել։ Լսիր, եթե դու ներկայացված հանցագործության վերաբերյալ ասում ես վարույթ չենք հարուցել, պիտի ասես, չէ, ձեր նշած այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական օրենքի այս հոդվածը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ ձևով ինքը հասկանում է, որ ի վերջո այդ օղակը գնալով սեղմվում է։ Օրինակ կլոր սեղան, որ ազգային համագործակցության կլոր սեղանը կոչվում, նա նույնիսկ որոշում ընդունեց։ Առանձին հայտարարություններ, մեկ այն բանի մասին, որ դու ցեղասպանության հանցակից ես, մյուս ես փաստի վերաբերյալ։ Հիմա այս իրավիճակում ինքը իսկապես պիտի մարդկանց ուշադրությունը փորձի որքան կարող է շեղել եւ տնտեսական terrorից, եւ հանրության անբարոյականացումից, եւ հանրության նկատմամբ իր կամահրական վերաբերմունքից։ Տեսեք, հիմնական օրենքը, որ ասեցի ամենակարևորն է, չէ՞, աշխարհում հիմնական օրենք ընդունելու համար կարգին ազգերը օրվա իշխանություններին մոռացել են, առանձին կառույց են ստեղծել կամ նույնիսկ ընտրել ժողովրդի կողմից սահմանադիր ժողով։ Այն պահին, երբ սա հայտարարեց նոր սահմանադրություն ենք ընդունում, այդ պահից ինքը պիտի ասեր սահմանադրությունը վեր իշխանական կառույց է, դա հիմնական օրենքն է։ Ամերիկայի օրինակով ստեղծում ենք օրինակի համար սահմանադիր ժողով կամ շատ ազգերի օրինակով, կամ էլ նույնիսկ Ցարական Ռուսաստանի օրինակով, կամ էլ ես ստեղծում եմ հատուկ ընդգրկված լայն հանձնաժողով։ Ինքը ստեղծեց իր գրպանի հանձնաժողով, նշանակեց իր մարդկանց, տվեց աշխատավարձներ։ Հետո աշխատացրեց դրանց, աշխատավարձներ տվեց, ժամկետներ նշեց աշխատանքները կատարելու, բոլորը խախտեց։ Հիմա տեսեք ինչ է կատարում, ինքը ինքնուրույն որոշում ընդունեց, որ պիտի նոր սահմանադրություն լինի։ Մի րոպե, դու ով ես։ Բա մեր հայրերի ավանդույթները,
Դու Հայրիկյանից ոչ մի բան չես կարողացել սովորել։ Ես 98 թվականին դիմեցի մարդկանց, ասացի տվեք ձայներդ ինձ, Ռոբերտ Քոչարյանը կլինի կամ Կարեն Դեմիրճանով, որ կհամաձայնվի, եթե դուք ձայները ինձ եք տալիս, ես իրենց կստիպեմ, որ սահմանադրական բարեփոխումներ սկսեն։ Բայց այն ժամանակ, որ այդքան թարմ էր, մարդիկ դեռ հիշում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ես կտրականապես դեմ եմ եղել, սև դրոշների մեծ ցույցն են հիշում են 95 թվականին, ընդամենը 3 տարի անց ես այն ժամանակ ասի չի կարելի զրոյից սկսել։ Գործ արդեն արված է։ Այդ գործի սխալները պիտի ուղենք։ Սա ինչ է անում։ Մեր 30 տարվա պատմությունը դեռ ավելին ասում է զրոյացնում ենք, ես հիմա որոշեցի նոր սահմանադրություն, բայց այստեղ կարևոր է որ մարդիկ իմանան։ Ուրեմն իր վերջին բաներից մեկում, նորմատիվ ակտերից մեկում 22 թվականի հունվար գրում է, որ պետք է առաջ կար մասնագիտական հանձնաժողով, որ իրեն չարդարացրեց, տապալվեց խայտարակ ձևով։ Եվ երկրորդը ասում է պիտի լինի մի հատ մասնագիտական հանձնաժողով, դե սահմանադրություն են գրում, մասնագետներ պիտի լինեն, եւ պիտի լինի խորհուրդ, որը վերահսկի։ Երկու հասարակական կազմակերպություն ներկայացրեցին, որ Հայրիկյանն էլ թող մասնակցի որպես Հայաստանում սահմանադրականության հայր։ Սա Գագիկ Հարությունյանի խոսքերն է, իր նվիրած գրքերի մեկում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրականության հայր Պարույր Հայրիկյանին։ Հետո իրեն վատ պահեց, բայց հիմա այդ փաստը կա։ Սա մեկական հանձնաժողովից ներկայացված մարդկանց ընդգրկում է, իր գրպանի մարդկանց, իր կամակատարներին, բայց ասում է Հայրիկյանը հանգած նույնիսկ այս խորհրդում չլինի վերահսկող կառույցում, որտեղ ինքը շատ լավ գիտեր, որ այս վերջին տասնամյակներում իշխանական տարբերակից բացի եղել է միայն իմ տարբերակը սահմանադրության, ինչևէ։ Հիմա ինքը այդ հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողովը ցրել է։ Ես էլ դրա մասին խոսում եմ, ասում եմ մասնագիտական հանձնաժողովի հետ ցրեցիր։ Մասնագիտական գործը ում ես վստահել։ Արդարադատության նախարարությունից ինձ ասում են, գիտեք, մենք լուծարել ենք այդ հանձնաժողովը եւ հիմա այդ գործը անում են մեր աշխատակիցները։ Սահմանադրության համար հատուկ պետական կառույցներ է ստեղծվում։ Սրանք ոչ թե կառավարությանը կից ինչ որ նույնիսկ այդ մակարդական թույլատրելի է, նույնիսկ վարչապետը իրավունք չունի։ Նրանք բոլորը պարտավոր են ենթարկվել գործող սահմանադրությանը։ Տալիս է ինչ որ շարքային աշխատողների, որ հին սահմանադրությունից հոդվածներ արտագրեն, գրեն այստեղ ու ասեն նոր սահմանադրություն են գրում։ Հիմա այս սրանից չեք կարծում, որ հանրության ուշադրությունը պետք է շեղել։ Ինչով շեղել, եթե ասի ուշադրություն մի դարձրեք սահմանադրությունը կարևոր չի, չի ընկալվի։ Բայց որ ասում եք, գիտեք, լուրջ խնդիր կա։ Կաթողիկոսը երիտասարդ ժամանակ երեխա է ունեցել, հետո երեխային չի լքել շարքային սրիկաների նման։ Այլ տիրություն է արել եւ գիտեք դա ինչ ծանր մեղք է։ Տեսեք, այս ընդհանուր բանն եմ ասում, բայց իրականում շատ հանգիստ իրավունք էլ ունի գրել, գիտեք, հարգելի հոգեվորականներ, նաեւ վեհապար հայրապետ, խնդրում ենք այս հարցին ուշադրություն դարձրեք, եթե կա, մենք այսպիսի փաստեր ունենք, այնպես լինի, որ մեր եկեղեցին անբասիր լինի։ Այդ մոտեցումը, այդ բարյացակամությունը չկա, հետեւաբար այո, նրանք շեղելու լուրջ խնդիր ունեն եւ պիտի շեղեն բոլորիս։ Շեղեն նաեւ Հայրիկյանից, տեսեք հիմա խամաճիկներ ունի, որոնց ասել է ֆաս Հայրիկյանի վրա։ Կարծում են թե Հայրիկյանը դրանց արձագանքելով պիտի իր գործերը մոռանա։ Ես սովոր եմ, ինձ բանտերով շեղում էին, զրկում էին իմ ծնողների, տառապանքների են ենթարկում ծնողներիս, քույրերիս, սիրածս աղջկանից են ինձ զրկում։ Որ ասում են դե հիմա շեղվի քո պայքարից։ Ես այն ժամանակ չեմ շեղվել։ Հիմա ով է այդ մի երկու լակոտներ, որ դրանց ասում ես քո ֆեյքերի խմբով Հայրիկյանի վրա հարցակվեք, նույնիսկ Հայրիկյանը կգիմի գործական։ Ծիծաղել է, գիտեք, Շարոն Հայրիկյան։ Շեղել չեմ կարող, պիտի աշխատենք հետևողական։ Մի ժամանակ մի կարգախոս կար, դուխով, բան տես չէ, հիմա էլ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, հիմա այն օրը լսում եմ եղանակի տեսչությունը դեռ։ Այսօր Հայաստանի Հանրապետության եղանակը որոշում է Հանրապետության քաղաքացին, լավ չեն ասում, հպարտ քաղաքացի, լավ եղբայր, ձեռ եք առնում ինչա։ Դե գնացեք ձեր հպարտ քաղաքացիներով որոշեք եղանակը Զանգեզուրում կամ ասենք ապարանում ինչպիսին է լինել։ Իհարկե այդ խոսքերն ասելիս նկատի են ունեցել նաև ներբերանգը, որ իբր թե քաղաքացին տերն է, բայց ես տվել եմ նախագիծ եւ արդեն 8 անգամ։ Իրենք սա աղաղել է։ Այդ նախագծում այնպեսի հիմք է դրված, որ պիտի գոնե անդրադառնային, չէ՞։ Եթե ձեզ հետաքրքրեր, դուք չունեք այդ բանը, ձեզ տալիս եմ մեկը։ Ասենք ինձ համար շատ կարևոր է օրինակի համար, որ ավտոմեքենաս լավ աշխատի եւ չունեմ լավ օդափոխիչ։ Մեկը ինձ տալիս է, չեմ ասի վայ տուր։
Հիմա սա խոսում է քաղաքացու տեր լինելու մասին, բայց քաղաքացին երկրի տերը դարձնող սահմանադրությունը դնում է մի կողմ։ Այնպես որ շեղել, դա բոլոր բռնապետների կամքն եղել, հին բռնապետները ներկայացումներ են կազմակերպել, շոուներ, մյուսները հայրենիքի վտանգով են սպառնացել։ Հիմա սա էլ ուզում է հասնել այն հին բռնապետների ստոր գործերի մակարդակին։ Ճանապարհին է։ Պարոն Այրիկյան, իսկ առաջարկներ կապված համալրության հետ լուրջ մարդկանց չի կարող ուժերից եղել են։ Այստեղ հետաքրքրական է, որ իհարկե առաջարկներ որոշ մարդիկ ունեցել են, կունենան, որոշ մարդիկ էլ այդպես գիտեք, մի քիչ մանկամտաբար ասում են, դե մենք էլ մերը կգրենք, բայց Հայաստանի 16 քաղաքական ուժեր համախմբվել են այս գաղափարի շուրջ, բայց մի բան իսկապես դուք կարևոր հարց տվեցիք։ 14 թվականին, երբ սահմանադրության նախագիծ էին ընդունում, եւ քիչ առաջ նշեցի Գագիկ Հարությունյանը լկտիաբար եթերով մեկ հայտարարեց, անամոթաբար, շատ եմ ցավում։ Իրենք իր նկատմամբ լավ է տրամադրված, ինչի այդպես ստորացավ, անուն ինչի, ուզում էր ԲԴԽ-ի նախագահ դառնալ, դա էլ չվայելեց։ Իր ձեռքին եղել է իրար հետ քննարկել ենք, եւ հանկարծ ասեց այլ ընտրանք չկա։ Եվ ասեմ, վերջին 13 տարում արդեն 14 թվականից, չէ, 11 տարում 14 թվականին դա տրվել է, մինչև այսօր պատրաստի ամբողջական ոչ ոք չի տվել այլ ընտրանքային սահմանադրության նախագիծ։ Իմիջիայլոց իմ ասեմ նոր սահմանադրություն չէ։ Ես նախորդ սահմանադրության մեջ կատարել եմ բարեփոխումներ, որով շատ հստակ քաղաքացին եթե գնաց ընտրության, անպայման ինքը տեսնելու է, թե պարլամենտում իր ձայնը ինչպես օգտագործվեց։ Որովհետև ինքը եթե ձայնը տալիս է ձեզ, դուք էլ քվեարկում եք, ինքը տեսնում է, թե դուք ինչպես օգտագործեցիք, բայց տեսնում է նաև քանակապես։ Պարլամենտականները քվեարկում են ամեն մեկը իր ստացած ձայների քանակությամբ։ Նույնը վերաբերում է քաղաքական ուժերին։ Վարչապետը ընտրվում է առանձին, նույնպես ընտրվում է 2 տարով։ Վարչապետի եւ ազգային ժողովի միջև հակասության դեպքում ազգային ժողովի 2/3 որոշումը պարտադիր է վարչապետի համար։ Սակայն եթե վարչապետը գտնում է, որ սխալ որոշում են ընդունել, ինքն է արգելանք դնում։ Այսինքն այդ դեպքում պետք է իրենք 2/3-ով վերահաստատեն իրենց որոշումը։ Սա արված է նրա համար, որ քաղաքացին իսկապես դառնա երկրի տերը։ Հայաստանում քաղաքացին արդարադատությանը բոլորովին չի մասնակցում։ Այլ երկրներում կա, չէ՞, այն որ ռուսերենով ասեմ, լավ ընթերականներ, ժուրի պրեսիաժնիխ։ Այո, Ամերիկայում նույնպես այդ շատ ընդունված կարգ է։ Մեզ մոտ ընդհանրապես չի մասնակցում, իսկ Ամերիկայում նաև ընտրություններում են մասնակցում։ Հիմա դատավորների համար էլ սահմանված է նույնպես, գիտեք, զարգացողական մոտեցում, ոչ թե զրոյացում եւ թափուր մնացած դատավորների տեղերը այլևս լրացվելու են քաղաքացիների ընտրությամբ եւ խոսքը չի վերաբերում առաջիհատյանի դատավորներին։ Այսինքն այդ նախագիծը տրված է, ու այդ նախագիծը ցավոք սրտի նախորդ իշխանությունները կամ կարող է իրենց համար բնականon անտեսեցին, որ իշխանությունը իրենցը դարձնեն, հիմա սրանք նույն գիծը շարունակում են եւ ավելին ասեմ, Մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը կարգախոսով իշխանության եկած ուժերը արդեն 7 տարի է, ոչ միայն հոյակապ ապրում են այդ սահմանադրության այն անթույլատրելի դրույթներով, այլ նաեւ հրապարակավ փառաբանում են, չի հաճախ ասում են լավ սահմանադրություն է։ Եվ հարցում ես ինչով է լավ, չեն ասում մարդու իրավունքները հարգված են, խտրականությունը բացառված է կամ նման բաներ։ Գիտեք, ես հայրենիքը դավաճանեցի ըստ հանրության որոշ մասի կարծիքով, բայց հետո ինձ նորից ընտրեցին, տեսնում եք ինչ լավ սահմանադրություն է։ Հայրենիքի դավաճանը կարող է հավաքելով առավելագույնը 20% դառնալ 60-70%-ի տերը։ Ու սրա մասին այսօր չխոսելը այս խնդիրը առաջնային չհամարելը նշանակում է քաղաքական բթամտություն բոլորի համար, բոլոր նրանց համար, ովքեր օրինակ այդ 16 քաղաքական ուժերի մեջ դեռևս չեն, ուժեր կան, որ հիմա քննարկում են, ուզում են իրենք էլ հասկանալ ինչ է, բայց ինչպես տեսակ ես մի քանի օրինակով բերեցի շատ բան եւ ազգային տեսակետից մի շատ կարեւոր հարց։ Այսօրվա եւ նախորդ համարության մեջ գրված էր Հայաստանի քաղաքացիությունը հայ ազգին պատկանող մարդիկ Հայաստանի քաղաքացիություն ստանում են արտոնյալ կարգով։ Հասարակ բան է, տեսեք, մի բառ են փոխել։ Ծագումով հայերը, ոչ թե ազգությամբ հայերը։ Ծագումով հայերը Հայաստանի քաղաքացիություն ստանում են արտոնյալ կարգով։ Եվ եթե մենք հասցնենք այդ ընթացքում Հայաստանը դարձնել իսկապես բարվոք երկիր,
Պատկերացնում եք, որ միլիոնավոր մարդիկ գալու են գենետիկ անալիզ հանձնեն, ասեն մենք հայ ենք, հետո ինչ որ քրդերեն ենք խոսում կամ թուրքերեն կամ ռուսերեն կամ ֆրանսերեն, մենք հայ ենք, ինչ կլինի, դուք Շվեյցարիայից լավ երկիր եք դարձել, ուզում ենք դառնալ այս երկրի քաղաքացին, պարզապես մենք այսօրվա այս պատմական պահը պիտի չթողնենք, ու սահմանադրության մեջ դա էլ ավելացված եւ ընդհանրապես Հայաստանից դուրս ապրող քաղաքացիներին այդ Հայաստանի քաղաքացի գրանցված մարդկանց չի կարելի զրկել ընտրելու իրավունքից, ինչը անում են, արել են նախորդ եւ ներկա անշնորհք ասեմ, մեղմ ասեմ, էլի։ Անշնորհք իմ մոտ նշանակում ամենավատ բանը։ Հասկանում եմ, բառեր են գալիս, որ չեք ուզում եթերից։ Ուրեմն տեսեք, Հայաստանի քաղաքացի է, Հայաստանի հզորության հիմքն է, Հայաստանի տերն է, բայց ասում եք, քանի որ դու հիմա Մոսկվայում ես ապրում, այս են նախկինների բաներ։ Բա կարող են գնես Պուտինի ազդեցության տակ, իբր թե իրանք էլ Պուտինի ազդեցությանը դեմ էին։ Ուրեմն դու պիտի չքվեարկես։ Քանի որ դու ապրում ես Ամերիկայում, պիտի իշխությունների գագաթնակետը։ Բայց ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի նշանակում է Հայաստանի տեր։ Այդ տականքներ ձեզով է իրավունք տվել ինձ արգելել ընտրություններին, երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքից։ Այս հարցերը ես լուծում եմ եւ լուծում եմ բոլորի համար։ Այստեղ անձնական ես ոչինչ չունեմ, բայց այդ նախագիծը նույնիսկ հիմա է։ Հիմա գերեւի դեռ խոսենք ես շատ։ Դե ես հասկացա ձեր ասած այդ բոլոր կարծիքները, այդ ներկայացումները, կարելի է ասել դա ձեր պլան A-ն էր, իսկ պլան B-ն որն է։ Հա, իսկապես դա պլան A-ն է, որը հնարավոր է իրականացնել միայն մեծ համախմբումով։ Իդեպ այդ պլանի մասին այդ մի քիչ բաց եմ։ Վերջին շրջանում մենք բավական լուրջ ընդհանրություններ գտանք որոշ քաղաքական ուժերի հետ, բայց ընդհանրություններ գտնելով հանդերձ չկարողացանք տեղ հասցնել այն, որ առաջնայինը հիմնական օրենքի հարցն է։ Եվ հիմնական օրենքի հարցը լուծում է նաև այն հարցը, որ շատերի համար առաջնային է։ Սրանք գցենք, մենք գանք իշխանության ու մենք լավ կդարձնենք։ Այդպես են ասում։ Տրամաբանական է, քաղաքագիտական է, բայց մոռանում են։ Լավ, դուք չեք ունեցել դա, բայց այս Նիկոլեն գրել են 18 թվականի Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին կառավարության առաջին ծրագրում լսեք բոլոր միամիտներ գրել է ներկա սահմանադրությամբ եւ այս ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չէ գրել է Նիկոլ Փաշինյանը դեռ այն փուլում երբ այս աստիճանի պղծված չէր օրենքում իրենց ասած փոփոխությունները չկատարեցին կաշկանդված էին նաեւ սահմանադրությամբ Այդ օրենքը դեռևս մինչև հիմա մնում է։ Դուք որ հավատում եք, որ ընտրությունների միջոցով պիտի իշխանություն փոխեք, Նիկոլ Փաշինյանը ձեզ նախազգուշացրել է։ Այդ օրենքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չէ։ Իսկ անարդար ընտրություններ նշանակում է իշխանությունը պիտի ձեզ դնի իր գրպանը ոտքի տակ, հետո էլ գցի աղբանոցը։ Ինձ չի կարող։ Ձեզ պիտի գցի։ Հիմա Ինձ չի կարող որ ասացի մերկապարանոց չլինի։ Ինձ փորձել են բանտերով սպանել, մահափորձերի շարք, սկսած այն ձևի, որ պատկերացրեք ռուսական թերթերը նախապես հոդված են գրում, թե Այրիկյանը լավ տղա է։ Այդ օրը Մոսկվայում մահափորձ է կատարվում։ Մայիսի 10-ին թերթերը կարող եմ ցույց տալ։ Էլ չեմ խոսում ընթացքում բարե տեղած ժամանակ Երևանի բոլորը ոստիկանությունում արձանագրված են։ Սին արել են որ շեղվեմ եւ այլն։ Հիմա այս տնտեսական տերորն են սկսել իմ հանդեպ Դավիթ Հաշյանի ձոր մեկ թաղամասը չի կարող լինել Այգեստանին եւ Այգեզորին հավասար։ Բայց նույն կարգավիճակն են տվել եւ 500 անգամ բարձրացրել գույքը։ Ու կարծում են թե տերորը ինձ կսպանի։ Պարտքեր վերցրի, աղջիկս օգնեց Փարիզից, ինչեւ է դոկտոր գիտությունների։ Կոլումբիայի համալսարանն է վերջացրել, բայց ինչեւ է։ Հիմա շեղվեցի մի փոքր, բայց ասեմ, ինձ ուրեմն չեն կարող, բայց ձեզ միամիտներիդ եւ ինքնախապեյությամբ զբաղվողներիդ ասում են, հա, պատրաստվեք ընտրությանը կգնանք, կջախջախենք Նիկոլին։ Մի անգամ փորձեցիք, երկու անգամ փորձեցիք, հիմա էլ եք ուզում ջախջախվել, բայց այնուամենայնիվ այդ կարծիքները ես անտեսել չեմ կարող, որովհետեւ 96 թվականին 1996 թվականին եղել եմ այսպիսի իրավիճակում, երբ Վանոն ասում էր մեր դեմ խաղ չկա, Վազգենն էլ հետո բացահայտ ասեց Վազգեն Սարգսյանը 100% էր շահել էիք, մենք չէինք համաձայնվելու ձեր իշխանության հետ։ Երկուսն էլ հիմա այնպես հիացմունքով հիշողներ կան։ Լևոն Տեր-Պետրոսյանն մտավորական մարդ է, չես ամաչում, դու ինչի՞ չհեռացրեցիր Վազգեն Սարգսյանին այդ խոսքերից հետո։
Ինչի հրապարակավ չասեցիր, չի կարելի։ Մենք ժողովրդավարական պետություն ենք։ Միակ բանը որ քո մեջ հերիքեց վերջում ասել լավ հրաժարական եմ տալիս, որովհետև լեգիտիմ նախագահ չեմ։ Բայց ինչևէ, դու թույլ ես տվել դրանք։ Ինչևէ, հիմա խոսքը ինչին է վերաբերում։ Պլան A-ն վերաբերում է նրան, որ մարդիկ հավատում են, որ ընտրության պիտի գնան եւ ընտրությամբ հաջողության հասնել եւ այդ շրջանակում ես 96 թվականի օրինակում, ինչպես 96 թվականին հիմնականում իմ ինքնազոհաբերման ճանապարհով որոշ լակոտներ անցած օրը գրում են թե Հայրիկյանի գործունեությունը մինչև 91 թվական ընդունում ենք, բայց 91 թվականից չէ էլի, դուք ով եք, որի մասին կարծիք հայտնեք, բայց լավ եք անում, հայտնեք, մենակ առողջ ու անաչառ։ Այդպիսի բան որևէ մեկը լսել է հայ պատմության մեջ, որ որևէ մեկը լինելով պետական համակարգում երկրորդ ամենաճանաչված անձը, ասի լավ, հանուն միասնության ես հանում եմ իմ տեխնատությունը։ Ես դա արել եմ։ Հիմա էլ այդ նույն փորձառությամբ ինձ մոտենում ասում են դու մի անգամ արել ես, մի հատ էլի կարող ես կազմակերպել։ Փորձում եմ միավորման եզրեր գտնել, բայց շատ ինքնասիրահարված են մեր գործիչների հիմնական մասը։ Եվ ոչ միայն ինքնասիրահարված, այլ քրիստոնյա չլինելու պատճառով շատ խիստ իրարամերժ են։ Ներել չեն կարողանում։ Հիշում ես 5 տարի առաջ իմ մասին ասել ես ինչ բան է։ Լավ ասում եմ, մի հատ ներողություն ասեք, բրծեք։ Չէ, ծանր վիրավորանք է ու գնա ու այդ միավորումը երևի չի կայանա։ Ուրեմն դա պլան A-ն է, որի ուղղությամբ աշխատել ենք, աշխատում ենք եւ կաշխատենք միավորել ազգի առողջ ուժերին, մանավանդ որ ունեցել եմ ներդրում։ Տեսեք, ազգը իր առողջ ուժերով միավորվում է, երբ կա շատ լուրջ ազգային հարց։ Դրանցից մեկը ազգային ազատագրումն է, երկրորդը նույնպես ազգային ազատագրական շարժման քույր ժողովրդավարական շարժումը։ Այդ երկուսն էլ ի վերջո ամրագրվում են սահմանադրությամբ։ Ուրեմն հիմա, եթե մենք սահմանադրության շուրջ իմի գանք եւ հասկանանք, որ մյուս հարցերը սահմանադրությունից հետո լուծվում են, օրինակ 3 ամսվա ընթացքում ընդունում ենք բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը եւ 3 ամիս հետո արդեն ունենում ենք ընտրություններ առանձին վարչապետի, առանձին ազգային ժողովի եւ նոր սկզբունքով։ Դա էլ է լուծում։ Նրանց համար ովքեր ասում են նախ իշխանություն։ Էլի ենք ասում, իշխանությունը կվերցնեք, հետո ինչ կուզեք կանեք։ Ես խոստանում եմ, եթե միավորումը կայանա, ես չեմ լինելու վարչապետը։ Առավելագույնը աշխատելու եմ վարչապետի խորհրդական սահմանադրական հարցերով։ Այս սկզբից ասում եմ, բայց միավորվել պետք է։ Եվ մի այսպիսի բանաձև կա։ Բոլոր նրանք, ովքեր որ այս կամ այն ուժին դեմ կլինեն, բոլոր այն ուժերը, որ կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումների ճանապարհով արագացնելու առողջացման գործընթացները, նրանք գալիս են։ Ով որ այս կամ այն մեկին դեմ կլինի, ինքն իրեն կարող է դուրս դնել։ Այսինքն այդ մեխանիզմով կարելի է առաջ գնալ։ Օրինակ 96 թվականին Սերգեյ Բադալյանը ողորմի իրեն պարկեշտ մարդ էր, կոմունիստ էր, բայց պարկեշտ մարդ էր։ Ավելի շատ տոկոսներ ուներ, ձայներ ուներ, քան թե մեզնից որևէ մեկը, ընդհանուր այդ կոմունիստական իներցիայով։ Բայց ինքը չմիացավ մեր դաշինքին, ստացավ 5%։ Ես ունեի 12%, Վազգենը 12%, այդպես էր ձայները։ Ինքը ուներ 20%-ից ավելի, որպես քվեարկողի ձայն, ոչ որպես ճանաչված։ Ճանաչվածը նախորդ ընտրություններից Լևոնը ընտրվել էր, ես երկրորդն էի, այդ իներցիայով գալիս է։ Հիմա էլ չպետք է վախենանք, ուրեմն այս առայժմ պլան A-ի մասին ասացի, պլան B-ն այսպես է, ցանկացած մարդ ունենում է տարբերակներ, որևէ գործողություն ձեռնարկելիս, լավագույնը սա է, շատ արագ միասնական ուժերով սահմանադրական բարեփոխումներ եւ արագ ընտրություններ, նույնիսկ արտահերթ ընտրություններ, չենք սպասում մինչև հունիս եւ միանգամից ներկայանում ենք արժեքներով, որոնք աշխարհի համար էլ ընկալելի են, Հայաստանի որակներ կփոխեն։ Մանավանդ եթե նաեւ իմ անցած ճանապարհը իմ 5 կապերը այնքան արագ կթարմանան դրանք։ Ես մեկ երբեմն որ ասում եմ դե այն 5 կապերը չկան, բայց հիշում եմ որ այդ 5 կապերը վերականգնվել են օրերի ընթացքում։ Երբ պետք է եղել 40 սենատոր 2 օրվա ընթացքում որ միանան մի մարդու առաջարկին, որն ասում է Գորբաչովը սխալ է թույլ տվել Հայաստանի պարլամենտը ավելի գերակա է Հայաստանում, քան էլի այդ բաները կարելի է վերականգնել։ Հիմա էլ ինչ որ բաներ կան, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել, ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Հիմա պլան B-ն վերաբերում է նրան, որ մարդիկ ինչպես 1991 թվականին դուք համախմբվեցիք իմ շուրջը, իմ գաղափարների շուրջը, իմ շուրջը թող իմ երեխեք համախմբվեն, կներեք էլի։ Բոլորիդ էլ սիրում եմ, լավ ընկերներ ունեմ, բայց իմ գաղափարների շուրջ համախմբվեցիք եւ մենք Հայաստանը դարձրինք միջազգային իրավունքի ենթակա եւ բոլորովին կարեւոր չի, որ հետո ունեցանք անշնորհք իշխանավորներ, որ Հայաստանը դարձրին դե ֆակտո ոչ այնքան բավարար անկախ, բայց դարձրինք անկախ։ Այդպես էլ հիմա կարող եք համախմբվել
Իմ բացարձակ ժողովրդավարության գաղափարի շուրջը դա համամարտկային նշանակության գաղափար է։ Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Դες այդ խոսողը պատահական մեկը չի, որ դասագրքերով է դասել ժողովրդավարություն։ Ես գլխավորել եմ 300 միլիոն մարդկանց ժողովրդավարական շարժումը, կոորդինատորն եմ եղել գլխավոր եւ ընտրված, աշխարհով էլ ճանաչված։ Կասկածողներ, մտեք Congressional Record հունիսի հարցում Արեգ Հայրիկյան կկարդաք կզարմանաք, ասեք ոնց, էս այն Հայրիկյանն է, ում մասին սենատորները դիմում էին ամերիկյան նախագահին, ասում Հայրիկյանն էսպես է ասել, մենք պիտի էսպես վարվենք։ Բայց դա իմ ժողովրդավարական կեցվածքի շնորհիվ էր եւ իմ միջազգային աջակցության։ Հիմա էլ ուրեմն պլան B-ին վերադառնալով մնում է որ մարդիկ նաեւ անհատապես այլ կուսակցությունների անդամներ կարող եք նաեւ ԱԻՄ-ին անդամագրվել, ԱԻՄ-ը դա չի արգելում եւ Հայաստանի օրենքն էլ չի արգելում, բայց ղեկավար ընտրվելիս եթե այն կուսակցության մեջ ղեկավար ես, չես կարող այստեղ ղեկավար ընտրվել։ Ուրեմն մարդիկ համախմբում են իմ շուրջը, ինչպես 87 թվականին երբ դեռ ոչինչ չկար նաև Արցախյան ինքնորոշում շարժումը, ես ստեղծեցի կազմակերպություն, այդ կազմակերպության գաղափարը հասավ Արցախ, ինքնորոշման գաղափարը, այնպես որ ասում են Արցախյան շարժմամբ սկսվեց Հայաստանի անկախության շարժումը, դրանք անգրագետ իդիոտներ են, պատմություն էլ չգիտեն։ Այդպես է սկսվել։ Իսկ ես ունեի արդեն ազգային միացյալ կուսակցության փորձառությունը։ Ինչևէ, համախմբվում ենք եւ ավելորդ չեմ համարի, կարծում եմ դուք էլ դեմ չեք լինի, շատ մարդիկ ասում են, իսկ ինչպես դες հետ կապվել, մի համար եմ տալիս, հիշեք, 098 91 81 23։ Զանգահարում եք, թողնում եք ձեր հեռախոսները, հիմա հագին մարդ այդպես կապի մեջ է մտնում, ասում են ուզում ենք ձեզ հետ աշխատել, որովհետեւ իմ առաջարկած աշխատանքը, ինչպես այն փուլերին ասում է ԱԻՄ-ը պայքարում է անկախության համար։ Անկախությունից հետո ուր ուզում եք գնացեք։ Բայց այս փուլը պիտի միասին անենք։ Ուրեմն եթե պլան Ան չիրականանա, երկրորդ փուլը հենց այս փուլն է, երկրորդ տարբերակը։ Ես չեմ պատրաստում ձեռքերս ծալել նստել, որովհետև 1000 տարի չենք ապրելու, ընդամենը ինչպես ասացի 40 տարվա կյանք է մնացել, եւ այս 40 տարիները պետք է արդյունավետ օգտագործել մանավանդ մեր ժողովրդի համար։ Եվ շնորհակալ եմ պարոն Հայրիկյան այսօրվա համար, բայց քանի որ ամանորն է, ինչպես ասում, արդեն դուռը թակում եւ կուզենայի ձեր բարի մաղթանքները ամանորի հետ կապված։ Ես ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորելուց բացի եւ դրանից ավելի առաջ ասել, որ 26 թվականը կարող է մեզ համար բախտորոշ լինել։ Իսկապես կարող է բախտորոշ լինել։ Եվ բախտորոշ լինելու ամենակարճ ճանապարհը այն է, որ մենք զգանք, որ դառնում ենք երջանիկ։ Հիմա չմեծամտանանք, մեզից ոչ ոք չմեծամտանա։ Երջանիկ ասելով հաճախ հասկանում ենք երկար օրեր ապրել, չէ՞ դա է գլխավոր բարեմաղթանքը։ Ինչ է ասված գրքերի գիրք Աստվածաշնչում, որը իմի է բերել մարդկային իմաստությունը մինչև այդ եղած։ Նա ասում է, որպեսզի օրերդ երկար լինեն, պատվիր ծնողներիդ։ Գիտականորեն դա նշանակում է, որպեսզի դու առաջընթաց ապրես, բարելավես քո կյանքը, անցյալի փորձառությունը հաշվի առ։ Հիմա մեր քաղաքական կյանքն է, մեր պետութենական կյանքն է խաթարված, եւ պետութենական կյանքում մեծերին լսել, ինչպես ես էի լսում Ստեփան Զատիկյանին, Շահեն Հարությունյանին, Հայկ Խաչատրյանին, իմ մեծերին, եւ իրենց օրհնությունը ստանալով է, որ հասա անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարին, այդպես էլ դուք հնարավորություն ունեք պետութենական կյանքով զբաղվող մարդիկ, հնարավորություն ունեք մեծերին պատվելով, մեր ժողովրդի անցած ճանապարհը պատվելով, բարեփոխել ձեր կյանքը։ Երեք իմ մոտ մի հարց ցակեց, կներեք, որ մի քիչ երկար է, բայց ամանորյա խոսքում կարելի է։ Ով է մեր ազգի մեծագույն գործիչը վերջին 100-ամյակներում։ Եվ այդքան քաղաքական գործիչներ ենք, չի ունեցել։ Մարդիկ ասում են Անդրանիկ, Նժդե, Դրո։ Ես հիշեցի Գևորգ Կաթողիկոսին, Գևորգ 5-րդ Կաթողիկոսին։ Եթե նա Սարդարապատից առաջ անհատապես արժանապատվորեն չկանգներ ու չասեր, եթե հայ զինվորը պատրաստվում է Երևանից դուրս գալ Էջմիածիներ հանձնել Թուրքին, ապա ես զինվոր կդառնամ ու կկռվեմ Էջմիածնի շեմ։ Մեծագույն հայը դա է, որտեվ նրա այդ կոչին արձագանքելով ժողովուրդը Սարդարապատ կերտեց։ Սարդարապատը մեզ բարոյական իրավունք տվեց ունենալ անկախ հայրենիք։ Հիմա մենք 26 թվականը կարող ենք դարձնել բարեփոխիչ ոչ միայն մեր ազգի համար, կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ ամբողջ մարդկության համար, որովհետև եթե Հայաստանը դառնում է բացարձակ ժողովրդավարության երկիր, իրար հետևից աշխարհի բոլոր փոքրի շատ է քաղաքակիրթ ազգերը վերցնելու են այդ սկզբունքները եւ կոչելու են նախ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիր
հետո այդ տարբերակն ասելու են սա հայկական ժողովրդավարության բանաձևն է։ Շնորհավորում եմ բոլորից նոր տարին եւ Սուրբ Ծնունդը մաղթում միասնական ուժերով 26 թվականը դարձնել իրական բարեփոխումների տարի։ Շնորհակալ եմ պարոն Հայրիկյան։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալեցինք Հայաստանի անկախության պայքարի առաջնորդին, մեր շատ սիրելի պարոն Հայրիկյանին, ով միշտ հաջողով հյուրընկալվել է Փակ TV-ի տաղավարում եւ դա Աստված, որ նրա խոսքերը 2026-ին դառնան իրողություն եւ ամենակարևորը մենք հավատով գնանք դեպի վաղվա օրը։ Այսօր այսքանը ցտեսություն